Այս մասով շատ կարևոր է, որ մենք նախատեսում ենք, որ ջրային պաշարների կառավարումը հռչակվելու է ռազմավարական գլխավոր ուղղություններից մեկը։ Սա կոնկրետ նաև անվտանգային մեծ եւ լուրջ նշանակություն ունի։ Ջրի պաշարների կառավարումը պետք է համակցված լինի գիտական եւ տեխնիկական բոլոր ամբողջությունների հետ։ Մենք մինչև այժմ փորձում ենք, մեր պետությունը փորձում է անդադ գտնել որևէ համակարգ, որը ջրի կորուստները ռոռոկման համակարգում եւ նաեւ այդ կորուստների հիմքում կանգնած մեղավորներին գտնել, պատժել, որևէ մեխանիզմ մշակել ու չեն կարողանում։ Այս ամենը իրականացնելու համար մենք կարևորում ենք գիտությունը եւ գիտական տեխնոլոգիաների ներմուծումը այս համակարգ, որի ջատագովն ենք լինելու մենք եւ նվազեցնելով կորուստները, մենք փորձելու ենք այնպես անել, որ կորուստների նվազեցմամբ գյուղացիական բիզնես նշանակության հողերը, որոնք հենց գյուղատնտեսական արտադրանք եւ բերք ու բարիք են տալիս, ապահովված լինեն ռոռոկման ջրով։ Այն հողատարածքները, որոնք ոչ բիզնես նշանակություն ունեն, այսինքն տնամերձեր են եւ մշակում են գյուղացիները իրենց համար, կես հեկտարի համար ջրի գինը սահմանվելու է 500 դրամ, 1 հեկտարի համար 1000 դրամ, այսինքն կտրուկ նվազեցվելու են, կտրուկ նվազեցվելու են այս վճարումները ու կոնկրետ արդեն բիզնես նշանակության համար ըստ ունեցած հողամասի չափի։ Ռոռոկման ջուրը ես ինչքան տարիներ հիշում եմ, այդ ջուրը միշտ եկել ու գնացել է։ Բայց ես վերջերս ուսումնասիրելով մեր մոտ մեր Արազ գետից գալացող ջուրը սկսել է քիչ սահմանափակ։ Պարզվեց խնդիրը ինչու՞մ է, որովհետև Թուրքիան բավականին մեծ դամբաներ է կառուցել, դա բավականին մեծ ջրի հոսքը փոխել է դեպի իրանց կողմ, մեզ շատ ինչ-որ բարակ հոսքեր է գալիս ջրից, բայց էլի այս ջուրը գալով մեզ, գալի գնում թափվում է, էլի իրանք, չգիտեմ, ոնց են որոշել, որ այսօր ռոռոկման ջուրը այդքան բարձր գին պետք է ունենա։ Այսինքն արդյունավետ կառավարման մասին ենք։ Արդյունավետ կառավարում, եթե մի անգամ, չգիտեմ, բոլոր պետության կողմից բոլոր հուները կամ, չգիտեմ, արվակները ինչ-որ սարքելուց հետո, չեմ կարծում այդտեղ մեծ ծախս կա, որ մարդկանց վրայից պետք է դա անընդհատ ամսական, չգիտեմ, գալացած ջուրը, չգիտեմ, վերցնեն մարդկանց հեկտարին։ Դրա համար ենք մենք առաջարկել այդ հեկտարի համար սիմվոլիկ 1000 դրամ, որովհետև դա բյուջեի վրա շատ կոպեկներ կնստի, երբ որ մի անգամ մի լավ նախագիծ կազմակերպեն ու դրանից հետո այդ ջուրը մարդկանցը շատ որ 1000 դրամ հենց սիմվոլիկ գումարով բոլորին կհասնի ու ոչ մեկ դժգոհ չեն, այսօր ով կմշակեն, այսօր տենց չի ամայանա, այսօր մարդը չի մտածի իրան ջուր կհասնի, թե չի հասնի։ Երկրորդն էլ ճիշտ չեն կառավարում ջուրը, կարամարվա լավ են շոկ ժամանակները ջուր չլինի, մարդկանց բերք ու բարիքը վնասվի ու ոչ մեկ դրա համար պատասխան չտա։ Գիտեք, ես ռոռոկման համակարգում աշխատել եմ մի 4 տարի ու շատ լավ պատկերացնում եմ։ Մեր ռոռոկման համակարգը արդեն շատ հնացած է, որ շատ ջրի կորուստներ ենք ունենում։ Դրա համար չի կարողանում ջուրը հասնել գյուղացուն, ծայրամասային գյուղերում չի կարողանում ջուրը հասնել, որպեսզի մարդիկ կարողանան նախ սկսենք նրանից, որ գյուղացին մտածում է, ինչ մշակեմ, որ կարողանամ իրացնեմ։ Այստեղ միշտ բանը բերում են, որ կաթիլային ստեղծել, բայց այս իրավիճակում գյուղացին չունի այդ հնարավորությունը, որ կարողանա կաթիլայինով գոնե այդքան գումար դնի կաթիլայինից սարքի, որպեսզի կարողանա։ Այսինքն մարդը մտածում է իրացման մասին։ Ինչ անեմ, որ իրացնեմ։ Դրա համար նորից գոյություն ունի, նորից ուզում եմ շեշտեմ, որ տան ծնողը, երբ որ երեխաներին դնում է ամենքին մի գործի, նա պետք է զբաղվի այդ աշխատանքի արդյունքը իրացնելու։ Պետությունը պետք է զբաղվի շուկա ապահովելով գյուղացուն, որպեսզի կարողանա գյուղացին գնա իր ջուրը բերի հասցնի տեղ, մշակի իր բերքը,
պետությունը պետք է օգնի գյուղացուն, որպեսզի այս համակարգը փոխի, ջրային համակարգը փոխի, որ կարողանա ջուրը հասցնի, այդքան կորուստ չունենա, առանց այդ Ախուրյան ջրամբարը արդեն առաջվա շատ տարողություն չունի, որովհետև, չգիտեմ, մաքրումները չի գնում, նորմալ չի կատարվում, շատ քիչ արդեն համարյա մի 40% ջրի կորուստ ընդեղ է, որ չի կուտակվում ջուրը, դրա համար չի բավարարում, իսկ դա ևս տան ծնողի իշխանության, պետության խնդիրն է, որը որ մենք ունենք մեր ծրագրի մեջ, որ ջրային համակարգը, ջրային ռեսուրսները ավելի շատ պետք է պետությունը զբաղվի, որպեսզի կարողանա գյուղացին իր աշխատանքը տանի, ջուր չլինելու դեպքում չչորանա, սա նորից ևս մեկ անգամ ասում եմ, դա խնդիրն է պետության, որ կարողանա անի, իսկ մենք դա պատկերացնում ենք, ոնց կարելի անել ջուրը իմ սակագնի մեջ տեղավորել, որպեսզի գյուղացին չտանջվի ամբողջ տարի ու բերք չստանա, ու մենք խեղդենք իրանք ասենք հողի հարկը պետք է տաս, ջրի հարկը պետք է տաս, մենք այս ջուր ենք տվել, մեզ հետաքրքիր չի, դու բերքը ստացել ես կամ իրացրել ես, թե չէ, դու մեր գումարը պետք է տաս։ Սա պետության ղեկավարի համապատասխան ոլորտներում պիտի լինեն համապատասխան գիտակ աշխատողներ այդ ոլորտից հասկացող, որպեսզի կարողանան մշակել։ Մենք ունենք դա։ Ոռոգման համակարգում մշտապես խնդիրներ եղել են։ Առավել ևս հիմա գնալով ավելի խնդիրները շատանալու են, բարդանալու են։ Ինչ իմաստով։ Մեր տարածքը հիմնականում ոռոգելի տարածք է, մեր ոռոգման ջուրը մատակարարվում է կամ Արաքս գետից կամ Ախուրյան ջրամբարից եւ խորքային հորերով, որը սահմանափակ քանակով են օգտագործվում։ Թուրքիան իր տարածքում մի քանի հսկայական մեծ ջրամբարներ է կառուցել Արաքս գետի վրա, որ Արաքս գետի արդեն ամբողջովին է ջուրը չի հասնում մեզ, եթե ջրամբարները ինչ չափով երբ որ կանցնի, այն էլ հասնում սահմանի վրա, այլ կեսը մերն է 50%, կեսը թուրքերին է։ Այսինքն ուզենք չուզենք ջրային ռեսուրսը պակասում է։ Մենք ոռոգման համակարգի շատ մեծ խնդիրներից մեկն է ջրերի կորուստը։ Մեր գյուղական բնակավայրերում առուները հիմնականում հողային հունով առուներ են, որոնք տասնյակ տարիներով վերանորոգված չկա, այսինքն հողային հունով առում արդեն ջրային կորուստ է։ Մեր մեծ խնդիրը այդ ոռոգման ջրի կորուստն է։ Նվազագույնը 50-60%-ով ջուրը կորում է այդ հողային հունով առումների մեջ կամ քայքայված կիսախողովակների մեջ։ Այս իմաստով նաև պետք է վերակառուցվի, սա էլ չպետք է թողնվի համայնքների վրա։ Համայնքները բնականաբար նման մեծ ծախսերի տակ չեն կարող, սա էլ պետության դերն է, կառավարությունը պետք է ստանձնի ոռոգման համակարգի արդիականացումը, վերանորոգումը։ Ես միշտ տարիներ առաջ նաև բացասրել եմ այս խնդիրը, երբ որ ոռոգման սեզոնը ավարտվում, օրինակ նոյեմբեր ամսին, մեր մոտ ջրանցքները այդ ջուր չկա, այսինքն ջրանցքների ջուրը փակվում է, այդ ջուրը մղվում է Արաքսով, դեպի Կասպիցով, պարզա թե ուր, ինչ նպատակով նաև։ Չպետք է ոռոգման սեզոնի ավարտից հետո ջուրը դադարեցվի մատակարարումը։ Մենք ունենք շատ արհեստական եւ բնական ջրամբարներ մեր տարածքներում։ Առավել ևս հիմա, երբ որ շատ տարածքներ, նման տարածքներ ավազի արտահանման պատճառով վերածվել են լճերի, այդ լճերը բնականաբար եւ արհեստական եւ բնական ձևավորված լճերը մեզ համար կարող դառնան փոքր ջրամբարներ, որոնք եթե ամբողջ ձմեռ, եթե եղանակային պայմանները թույլատրում են, պետք է որ մեր ջրանցքները մշտական է ջուրը հոսի եւ այդ ջրամբարներում ջուր լինի։ Հիմնականում այդ ջրամբարները մեր ոռոգման համակարգի հենց հարևանությամբ են եւ այդ պիկ սեզոնին, հեսա հիմա մայիս ամսվա վերջն է, հունիս-հուլիս ամսից արդեն սկսելու է պիկ շրջանը, Արաքսում ջուրը պակասելու է, Ախուրյանում ջուրը պակասելու է, ոռոգման համակարգ անցնելու են հովարային անջատումների գրաֆիկով ջրամատակարարումը, որը շոկ շրջանում, մանավանդ մի կարևոր բան ասեմ, իմի շատ քիչ է թեման արծարծվում, միջազգայինորեն նաև օդերևութաբանների կողմից ապացուցված երևույթ է, որ ամառը մեկ ամիս երկարել է։ Այսինքն շոկ շրջանը ավելի շատ է տևում։ Եվ այդ շոկ շրջանում, երբ որ ամառը երկարում է մեկ ամիս, մենք պետք է ոռոգման սեզոնը ավելի վաղ սկսենք։ Ես վստահ եմ,
Արարատյան դաշտում, Արմավիրի տարածքում, մեր տարածաշրջանում ռոռոկման սեզոնը կսկսվի մարտի 1-ից։ Մարտի 1-ից ոչ ուշ։ Այսօր այս տարվա մենք, որ ծիրանի բերք չունենք, այլ պտուղների մասով թերի է բերքատվությունը, հիմնականում նաև դա է պատճառը։ Եթե մարտի 1-ին մեր հողագործներն ունենային ռոռոկման ջուր, ծիրաններ կոռոկվեր, արագ կպարարտացվեր, ես ինչ եմ ասեմ, եթե ամառը երկարում է, նշանակում է բերքի հասունացման շրջանն է կարճանում։ Եթե նախկինում ծիրանը կարող է հասունանալ հունիսի 20-ից հետո, հիմա հունիսի սկզբին արդեն ծիրանը հասունացած է։ Կերաս է, եթե մենք նախկինում մայիսի վերջին, այսօր, միսանից մի քանի օր արդեն կերաս հասունացած է։ Սա արդեն կլիմայի փոփոխության պատճառով է, եւ մենք պետք է հարմարեցնենք մեր գյուղատնտեսությունը, հարմարեցնենք նաեւ կլիմայական փոփոխություններին։ Եվ մենք պարտադիր, եթե մարտի 1-ից այսօր մենք ջուր ունենայինք ռոռոկման համակարգում, մեր ծիրանի այգիները ռոռոկված կլինեին, ծաղկման շրջանը բնականաբար հետ անկնամ այդ դեպքում եւ ծառի դիմադրողականությունն ավելի մեծանում է, ինքը դիմանում է եւ ցրտին եւ այլ բնակլիմայական աղետներին։